ժամանակ։ Խոսեցին ցուցանմուշներից, պիտի խնդրեմ ներկայացնեք, թե տարվա կտրվածքով թանգարանը ինչ ցուցանմուշներով է համալրվել, ինչ կարևոր շեշտադրումներ կառանձնացնեք։ Այո, Թանգարան ինստիտուտը, ինչպես եւ նախորդ տարիներին, մեծ կարևոր ձեռքբերումներ ունեցավ նաեւ այս տարի, դեռևս նախորդ տարվա այս ապրիլի օրերին շատ կարևոր նվիրատվություն ստացանք Սողոմոն Թեհլերյանի ձեռագիր օրագրությունը, որից հետո կարծես նվիրատվությունների շղթա սկսվեց թանգարանում, եթե ուղղակի շեշտեմ մի քանի կարևոր նյութեր, որոնք ստացել էինք, դա ուրեմն շուրջ 59 բնօրինակ լուսանկարներ էին Մուսա Լեռան ինքնապաշտպանության հետ կապված եւ տեղում ինքնապաշտպանության մարտերից անմիջապես հետո եւ ֆրանսիական նավերի օգնությամբ հայերին փրկում էին, ինչպես նաեւ նրանց Պորտսայիդ տեղափոխվելու եւ իրենց կյանքի հետ առաջին դրվագները։ Կարևոր ուրեմն նվիրատվություն ստացանք նաեւ 1920-ական թվականների Ղազիրի որբանոցում գործված գորգ, որը որ շատ լավ պահպանվել էր մեր ամերիկահայ ցեղասպանագետ Վահրամ Շեմասյանի կողմից, ինչը նույնպես մեր կարևոր ձեռքբերումներից է, եւ տարվա ընթացքում նաեւ բավական մեծ թվով օսմաներեն փաստաթղթեր, սեփականության վկայականներ, լուսանկարներ եւ այն ամենը, ինչը որ վերաբերում է Թանգարան ինստիտուտի գործունեությանը։ Ուղղակի այստեղ ցանկանում եմ նշել, որ բացի նմուշներից նախորդ տարվանից Թանգարան ինստիտուտը նոր ուղղություն է գործունեության որդեգրել, դա արխիվային նյութերի հավաքագրումն է եւ այս ուղղությամբ առանց խորանալու թե որ երկրներից են հավաքագրվել նյութերը, ասեմ, որ մոտ 50,000 արխիվային նյութ ենք արդեն կարողացել ձեռք բերել, ինչը խիստ կարևոր է մեր գիտական գործունեության ծավալման, ընդլայնման առումով։ Գիտական գործունեության թեման շարունակենք, պիտի խնդրեմ ներկայացնեք, թե գիտական հանրության շրջանակում մեր ունեցած նմուշների, մեր ունեցած բացահայտումների հետ կապված հանրայնացնելու ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվել։ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը արդեն բավական վաղուց երկու գիտական ամսագիր է հրապարակում, հայերեն լեզվով եւ անգլերեն լեզվով։ Մեր երկու ամսագրերն էլ բաց հասանելիության են, ինչը նշանակում է, որ բոլոր մեր հրապարակումները, որոնք տպագրվում են այդ ամսագրերում, հասանելի են ընթերցողների լայն շրջանակների համար, ինչը ցեղասպանության մեր ուսումնասիրությունների տարածման կարևոր հարթակ է մեզ համար։ Մեր գիտաշխատողները տպագրվում են ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն լեզուներով, հայոց լեզվով տպագրվում էինք միշտ, շարունակում ենք տպագրվել մեր հանրույթին տեղեկացնելու համար մեր հետազոտությունների մասին, քանի որ մեր ուսումնասիրությունները կարդում են նաև մեր ուսանողները, ուսուցիչները եւ հույս ունեմ նաև մեր աշակերտները, սակայն դեռևս նախորդ եւ դրանից առաջ տարիներին նաև պետության գիտության կառավարման մարմինների կողմից հստակ պահանջ կա, որպեսզի մեր հրապարակումները լինեն նաև անգլերեն լեզվով, ինչը ես անձամբ խրախուսում եմ եւ իմ գործունեության ամբողջ ընթացքում խնդրել եմ մեր գիտաշխատողներին, մեր հայացք ուղենք նաեւ դեպի արևմուտք, դեպի մեր արևմտյան գործընկերները եւ ինչպես նախորդ տարի բավական կարեւոր լավ արդյունքներ ունեցանք, մոտ 10 անգլալեզու հրապարակում ունեինք, հիմնականում հոդվածներ տպագրված նաև ցեղասպանագիտության լավագույն ամսագրերում, ինչը մեր տեսանելիությունը գիտական աշխարհում բավական մեծացնում է եւ այս մի քանի օր առաջ կարևոր ձեռքբերում ունեցանք գիտության ոլորտում, Բրիլ հայտնի հրատարակչատան կողմից տպագրվեց մեր Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի 6 գիտաշխատողների աշխատանքը, գրքի խմբագիրը ես էի, նաև գլուխ ունեմ գրքի մեջ, առաջին անգամ որ միայն հայ գիտնականներին հաջողվեց այդ բավական մեծ ճանաչում ունեցող հրատարակչատան կողմից գիրք ստեղծել, գիրքը նվիրված է Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների բռնի տեղափոխման թեմային եւ այդ առումով բավական ողջունելի եւ կարեւոր նախաձեռնություն էր մեր կողմից, այստեղ ուզում եմ շեշտել նաեւ Երևանի պետական համալսարանի դերակատարությունը, քանի որ տեղի հայագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից Բրիլի հետ համատեղ ստեղծվել է նոր շարք, որը որ կոչվում է Հայաստանի մշակույթ եւ քաղաքական
քաղաքականություն կամ քաղաքակրթություն, այսինքն կարևոր նախաձեռնություն նաև մեր գոլեգաների կողմից եւ մեր գիրքը առաջիններ այդ շարքի մեջ նվիրված հայոց ցեղասպանության 110-ամյա տարելիցին։ Ասեմ, որ արդեն այս տարի մեր գիտաշխատողները արդեն իսկ մի քանի լավ հրապարակում ունեն դրսում եւ նույն տեմպով պետք է շարունակենք գիտական թեմային անդրադառնալով ուզում եմ ասեմ, որ Թանգարան ինստիտուտը այդ ուղղությամբ նաև կադրերի հարցն է փորձում լուծել։ Առաջին անգամ երևի Թանգարանի գոյության ընթացքում ունենք մոտ 30 գիտաշխատող, կարևորեմ նաև, որ բացեցինք հատուկ գիտական բաժին, հայոց ցեղասպանության իրավական ուսումնասիրությունների բաժինը, որը Թանգարանում չէր եղել, մոտ 6-7 երիտասարդ միջազգային իրավունքի մասնագետներ ունենք, որոնք որ զբաղվում են ոչ միայն հայոց ցեղասպանության, այլ նաև Արցախի հետ կապված իրավական տարբեր հարցերի ուսումնասիրությամբ եւ տպագրությամբ առաջնահերթ արտասահմանյան հրապարակումների ձևով եւ նաեւ հայերեն հրապարակումների ձևով։ Սա մեր գիտական գործունեության հետ կապված։ Տիկին Գզոյան, եթե ես չեմ սխալվում, Ցեղասպանության Թանգարան ինստիտուտը նաեւ